Հայաստանում ամերիկյան համալսարանի տնտեսագիտության մագիստրոսական ծրագրի առաջին շրջանավարտներն այսօր նշեցին իրենց ուսումնառության ավարտը։ 2013 թվականին մեկնարկած եւ 16 ամիս տևողությամբ այս ծրագիրն առանձնանում է իր ուսումնական պլանով եւ առարկայական ուղղվածությամբ։ Ծրագիրը շատ տարբերում է մյուս հայկական ծրագրերից, նրանով որ ինքը շատ նման է ամերիկյան մագիստրական ծրագրերին բոլոր, այսինքն թե կրեդիտավորներով, այսինքն ինչ դասեր են վերցնում, թե իրեն բովանդակությամբ, շատ կիրառական է։ Ծրագիրը կյանքի է կոչվել Հայաստանի կենտրոնական բանկի եւ ամերիկյան համալսարանի համատեղ ջանքերով, ելնելով երկրի պահանջներից։ Այն է պատրաստել բանիմաց տնտեսագետներ, որոնք կկարողանան անհրաժեշտ գիտելիքներին տիրապետելով զարգացնել տնտեսագիտական ոլորտը։ Ուսանողները դասընթացներ են անցել նաեւ կենտրոնական բանկի Դիլիջանի մասնաշենքում, հնարավորություն ունենալով շփվել վերլուծաբանների հետ, արդյունքում ձեռք բերել կիրառական գիտելիքներ։ Գնալով ոգևորվածությունը ավելանում է, գնալով մեր ներգրավվածությունը ավելի է մեծանալու, կառավարությունը նույնպես աջակցում է ցուցաբերում այս ծրագրին եւ ավելի շատ տաղանդներ են տեսնելու, որոնք կարողանան ավելի լավ վերլուծություններ ապահովել մեր քաղաքական որոշումների համար։ Մենք ավելի շատ խորացված անցնում ենք էկոնոմետրիկա, տարբեր մոդելներ, տարբեր case study-ներ ենք ուսումնասիրում երկրների, այսինքն տվյալ խնդրահարույց իրավիճակներում երկրները ինչպիսի կամ կազմակերպությունները ինչպիսի արդյունավետ լուծումներ են գտել, որը մեզ համար նաև ապագայում կիրառելի կլինի Հայաստանում, եթե նմանատիպ խնդիրների առաջնորդվենք։ Շրջանավարտներից ոմանք գլխավոր դրամատան աշխատակիցներն են, իսկ ոմանք իրենց ցուցաբերած բարձր առաջադիմության շնորհիվ արդեն համալրել են բանկի աշխատաթիմը։ Քանի որ ինքս աշխատում եմ կենտրոնական բանկում, ծրագրի մասին տեղեկացա կենտրոնական բանկի միջոցով, ծրագիրը շատ այսպես լի էր, շատ միկրո-մակրո ոլորտում շատ լավ գիտելիքներ է ստանում։ Ծրագրի տնօրենը հավելեց, որ իրենք արդեն ընդունել են մագիստրոսական ծրագրի 2014-2015 ուսումնական տարվա դիմումները, որոնք թվով 22-ն են, եւ հույս հայտնեց, որ նրանք եւս կհամալրեն բարձրակարգ տնտեսագետների շարքերը։ Հասմիկ Առաքելյան, Ռոմիկ Խաչատրյան, Առաջին ալիք։